Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում, Փակ TV-ն, որը ինչպես միշտ ամեն շաբաթ փորձում է ուղիղ կապով զրուցել Մոսկվայում գտնվող մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկի, գեներալ-մայոր, համահայկական ճակատ շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Գիտեք, ես պիտի անկեղծորեն ասեմ, որ մեր վերջին զրույցից հետո մեր ունկնդիրներից շատերը իրենց գոհունակությունն են հայտնել հատկապես այն բանից հետո, երբ դուք հայտարարեցիք, որ առաջիկա ընտրություններին համահայկական ճակատը գնալու է դոկ կուսակցության այդ դաշինքի հետ միասին։ Եվ դա պիտի ասեմ շատ մեծ գոհունակություն է առաջացրել մեր ունկնդիրների շրջանում։ Եթե դուք ծանոթ եք մեկնաբանություններին, ապա տեսնում եք, թե մարդիկ ինչպես ոգևորված գրում են, որ այսուհետև մենք մեծ ջերմությամբ աջակցելու ենք նաև համահայկական ճակատ շարժման առաջնորդին Արշակ Կարապետյանին։ Երևի դուք էլ տեղյակ եք այդ մեկնաբանություններին։ Իհարկե տեղյակ եմ, պարոն Ղուշյան, ու մենք զինվորականներս բավականին հստակ աշխատող ենք, ավելի շուտ հստակ մեր խոսքը կատարող ենք, ոչ թե աշխատող կներեք։ Եվ մենք բավականին ծրագրավորված աշխատում ենք մեր ներքին քաղաքական դաշտում, դուք դա տեսնում եք։ Բավականին ակտիվ ենք, օրինակ երեք եզդիական տոնի ժամանակ, մեկ էլ 8 տարվա մեջ, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը իր ջունգլու ճտերով որոշեց գնա եզդի մեր եղբայրներին շնորհավորի եւ այնտեղ մեր խորհրդի անդամ Տիկին Զիտան իրան շատ լավ հարց տվեց, ասեց այս 8 տարվա մեջ նոր եք հիշե, որ Հայաստանում կա եզդի համայնք ու հենց եկել եք երևի գիտեք, որ մի ամիս հետո ընտրությունները գիտեք, ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, հա, անհրաժեշտություն եմ գտնում, ինձ սա ինչ բժիշկ է ասել, ու սա իմ կարծիքն է, որ այդ մարդը պետքա անցնի բժշկական հետազոտումներ, շատ լուրջ հետազոտում, ես երկրի ղեկավարի մասին եմ ասում, իրա պահվածքը Մոսկվայում, իրա կերպարափոխումը, Միրուքով էր մանգալի, ասենք դա էլ է հոգեկան անկայունության նշանը, որպես հետախույզ եմ ասում, աշխատանքի ժամանակ միշտ այդ հոգեբանությունը գիտեք, շատ կարևոր է, որ մարդուն պետք է մոտենաս, առաջարկություն անես կամ բան, մենք գնահատական ենք տալի, հա, իր կերպարին այդ թվում ուսումնասիրում ենք իր հոգեկան իրավիճակ։ Կերպարափոխումը, արդեն խոսում է դրա մասին։ Իր այդ, չգիտեմ, այդ ժեստիկուլյացիան, այդ որ ձեռքերով բաներ անում, խոսում է, դուք նայեք, այդ նույն բանը ասենք 3 տարի առաջ, 2 տարի առաջ, վերադառնալով կերպարափոխությանը, տեսեք, մեկ Միրուքով էր, բեյսբոլկով, կեպիով, հետո բեկալավ հետը չագու չառավ մանգավ, հիմա էլ շլյապայով է մանգալի, ռուսերեն ասում են раздвоение личности։ Եթե սենց ուշադիր նայեք, իմ մոտ տպավորությունը, որ այդ մարմնի մեջ իրականում մի քանի մարդ է ապրում։ Ու ցավոք սրտի ոչ մեկ լավը չի մեր ժողովրդի համար։ Ես սա իմ կարծիքն եմ ասում։ Հասկանում եք, ու սա մտահոգիչ է, սա ազգային հարց է։ Եթե երկրի ղեկավարը ունի խնդիրներ, ես պահանջում եմ, որ հետազոտվի, ու ապագայում էլ ես ասեմ, ինձ թվում է, որ եթե մարդը պիտի գա դառնա մեծ ղեկավար, այս ընտրություններից հետո պետք է անցնի այդ հոգեբուժական այդ կոմիսիան։ Թե չէ ընկել են, ասենք, հայերեն գիտի, հայերեն չգիտի, էսի սենց հայերեն, հա լավ է, պիտի իմանա հայերեն, իհարկե։ Բայց հավատացեք, ամենացավալին, այդ ինչ որ ես ասում եմ,
Դա հոգեկան իրավիճակն է իր մոտ։ Ու շատ մտահոգիչ է դա։ Շատ մտահոգիչ ու շատ վտանգավոր է մեր ազգի համար։ Դրամայել ինքը գիտեք, sense կարողանում է այն կողմ գնա։ Արցախը տվեց, ունես տպավորությունը, որ ինքը չի տվել։ Եթե իր ելույթները նայեք, երեք խոսում է պարլամենտում, խոսում է, որ ռուսների հետ, ով որ մեր հարաբերությունները ուզում է փչացնի, այդ մարդը ոչմ, էս ինչ են։ Ինքը չի հասկանում, որ ինքն է փչացնում ռուսների հետ հարաբերություն։ Հասկանում եք, ու ինքը դրան հավատում է։ Դա նշանակում է, որ այդ պահին իր մոտ ուրիշ կերպար է խոսում։ Ուրիշ հոգեկան, հոգեպես ուրիշ մարդ է խոսում։ Իմ մոտ տպավորությունն է, որ ինքը հիշողություն էլ չունի։ Արդեն ոնց որ թե կորցնում է, որտեղ բաներ կա, ասում է, ինքը իրոք մոռացել է, որ ինքը դրա հակառակը ասել է 2-3 տարի առաջ։ Շատ մտահոգիչ իրավիճակ է, ես պարզ ասեմ։ Ու ամեն ինչն է այդ վիճակում։ Բոլոր բանակցություններին ինքն է որոշում կայացրել։ Սկսած Սև լճից, այդ Գիրանցի հողերը տալուց, Արցախի հանձնելուց, բայց ինքը հիմա նենց է դրսևորում ու ինքը հավատում է դրան, որ դա ինքը չի արել։ Պատկերացնում եք։ Դոք կուսակցության հետ միանալը, դե ես ուզում եմ նորից ասեմ, որ դա գաղափարական հիմքերի վրա միավորում է։ Մենք ես ձեզ ասել եմ, որ մտնելով քաղաքականության մեջ ես իմ անձնականը այն կողմ եմ դրել։ Անձնական բոլոր էմոցիաները այն կողմ եմ դրել։ Ինձ համար հիմա կարևորը գաղափարախոսությունն է։ Ու մենք ուսումնասիրելով քաղաքական դաշտը որոշեցինք, որ գաղափարապես դա մեզ համար ընդունելի է։ Ես պիտի ասեմ, որ Վարդան Ղուկասյանն էլ դիմելով մեր ունկնդիրներին, մեր վերջին ուղիղ կապի ժամանակ, ասաց, որ շատ ուրախ է, որ ձեզ հետ է գնալու, որտեվ իրեն ուրախացնում է այն փաստը, որ միացել է դոկուսակցության դաշինքին զինվորականները, որոնք միայն նրանք կարող են երկիրը այս ծանր վիճակից դուրս բերել եւ ամենակարևորը համատեղ դա կարող է իրենց հաջողվել։ Ես իհարկե ուրախ եմ, որ պարոն Ղուկասյանը նման մոտեցում ունի զինվորականներին, մասնավորապես ձեր շարժմանը։ Մեր կուսակցությունը շատ ճիշտ ու մեր շարժումը ամբողջությամբ կարամ ասեմ 99%-ով կազմված է զինվորականներից եւ դուք դա տեսնում եք ու ոչ թե տենց հասարակ զինվորականներից այ կազմված է մարտական սպաներից հրամանատարներից մարդիկ ով որ ոչ թե մենակ իրանք այսպես ասեմ կռվել են այլ հետևից այդ թվում մարտիկներ են տարել եւ գլխավորել են այդ ասենք ինչ որ ռազմական գործողություններ եւ այդ մարտիկ տարբերվում են թե կատարողականությամբ թե հայրենիքի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեն եւ մեր ասենք արժանապատվության մասով բավականին այսպես լուրջ դիրքորոշումներ ունեն եւ գաղափարներ ունեն ես ուզում եմ նորից հիշեցնել որ զինվորականները միշտ երթում տալուց բոլոր երկրներում կա այսպես մի տող որ անդրաժեշտության դեպքում հա կյանքը նվիրել եւ այլ կյանք չխնայել երկիրը պաշտպանելուց եւ այլ ես հիմա ուզում եմ սա հասցնեմ մեր ժողովրդին որ դա երևի թե միակ մասնագիտությունն է աշխարհում որտեղ որ երկրների 99%-ով այդ պրեսիագա կոչեցյալը ընդունելուց կա տողեր վերաբերվող ինքնազոհության մասին հանուն հայրենիքի ուրիշ մասնագիտություն չկա սրանով ամեն ինչ ասված է
Դե ես պիտի ասեմ, որ նորից վերադառնալով մեր վերջին հարցազրույցին ձեզ հետ, իսկապես մեր ունկնդիրները մեծ գոհունակությամբ են այն դիտել, ավելին հատկապես նրանց ուրախացրել է այն փաստը, որ դուք շատ այսպես մարդկային լեզվով պարզ բացատրեցիք, թե ինչն էր պատճառը, որ ստիպված էիք հեռանալ Հայաստանից, որտեղ ձեր հասցեին ավել պակաս, ինչպես ասում են հաչոցներ էին, թե փախած գեներալ, էլ չգիտեմ ինչ արտահայտություններ, եւ մարդիկ հասկացան, թե որը որից հետո է։ Եվ կարծում եմ, որ սա իհարկե շատերի աչքերը բացեց, բայց ես գիտեմ, որ գեներալը մեր ունի նոր փակագծեր բացելու հնարավորություն եւ դուք մի անգամ հայտարարել եք, որ շուտով կբացեք այնպիսի փակագծեր, որ նաեւ լույս կսփռի շատ ու շատ գործարքների, շատ ու շատ իրադարձությունների վրա։ Այդպես է։ Ես ասեմ, որ այդ օրերը մոտենում է, ու մենք անպայման ինչ որ ասել ենք, անպայման անելու ենք։ Իսկ ինչ վերաբերվում է այդ որ նոր այդ ասացիք, որ նախորդ անգամ ես բացատրում էի, հա, ոնց ստացվեց, ինչ ստացվեց եւ այլ։ Գիտեք, իմ խոսալուց հետո ըստ իմ տեղեկությունների, պարոն Ղուշյան, ուրեմն մեր երկրի ղեկավարը հրավիրել է բոլոր նրանց, ում անունը ես տվել եմ իր մոտ։ Հիշում եք, այնտեղ ես ասում եմ, չէ, ով կարար ինձ զանգեր եւ այլ։ Ամենօրյա ռեժիմով ես իրենց մոտ հարցերը առաջանում, օրինակ, ես որտից գիտեմ, որ իրենց նախարարներից մեկը եղել է Թուրքիայում ու գիտեք, դա ես չեմ ասում, դա իրանք են ասում, ըստ տեղեկությունների, իրանց տեղեկությունների, որ ես դա չպետք է իմանայի, բայց գիտեմ, եւ ըստ իրանց տեղեկությունների սկսել են ման գալ իրենց շուրջը, թե որտից եմ ես այդ ամեն ինչ իմանում, ըստ այդ տեղեկությունների։ Ու հետաքրքիրն է, որ ինքը կանչել է պաշտպանության նախարարին եւ հարց է տվել, թե որտեղից կարող էր Կարապետյան Արշակը իմանալ, որ դուք եղել եք Թուրքիայում։ Ոնց է ձեզ համար, պարոն Ղուշյան, դա ես չեմ ասել։ Ես չեմ ասում։ Հա։ Ոնց է ինքը ասում, օդում պտտվող, չէ, լուրերը, դա իր սիրած նախադասությունն է, ուրեմն, եթե դա ասում է երկրի ղեկավարը, մենք էլ իրավունք ունենք դա օգտագործենք։ Ու այդ մարդը ու իր շուրջը հավաքվածները մտածում են մենակ իրենց աթոռի մասին։ Ես ձեզ մի հատ պարզ բան ասեմ։ Պատկերացրեք 20 թվականին մեր երկրի ղեկավարը լիներ թասիբով, լիներ ազնիվ եւ լիներ հայասեր մարդ։ Մենք հասկանում ենք, որ կարող է ինչ-ինչ պայմաններով երկրի ղեկավարը ստիպված լիներ ինչ որ որոշում կայացներ, հա, եւ այլ, բայց նման որոշումից հետո նորից եմ կրկնում, եթե այդ երկրի ղեկավարը թասիբով էր, եթե այդ երկրի ղեկավարը մտածում էր իր ժողովրդի մասին, ինքը անմիջապես պետք է դուրս գար այդ պաշտոնից հրաժարական տար։ Ճիշտն ասած, եթե լիներ թասիբով մարդ եւ հայրենասեր մարդ, երևի թե չէր ստորագրի ոչ մի փաստաթուղթ։ Երևի թե միջև այդ հրաժարական կտար եւ դա իրավունք կտար միջազգային հանրությանը, որ զսպեին միջև այդ փաստաթուղթը ստորագրելը, որ ինչ որ նոր մարդ կար եւ նոր որոշումներ կայացներ եւ այլ։ Բայց ինքը ստորագրում էր ցանկացած փաստաթուղթ։
Հանուն նրա, որ մնա իր աթոռին։ Պատկերացնում եք։ Եթե դու գալիս ես մի բան, դու երկրի ղեկավար ես։ Երկրի ղեկավար ես։ Եթե դու տեսնում ես, որ քո մոտ չի ստացվում, պետք է թողես դուրս գաս, եթե դու քո երկիրը սիրում ես։ Եթե դու քո երկիրը սիրում ես, դու չես կարող լինես մի ոլորտի նախարար, որի մեջ դու 2 տարի չես ծառայել։ Խոսքը մենակ պաշտպանության նախարարության մասին չի։ Խոսքը բոլոր նախարարությունների մասին է։ Եթե դու քեզ հարգում ես, դու մասնագետ չես այդ ոլորտի, քեզ բերում են պորտֆել են առաջարկում, դու պետք է ասես, եթե սիրում ես քո հայրենիքը, որ ես սրա մասնագետը չեմ, ես սա չեմ կարող վերցնեմ իմ վրա։ Հասկանում եք։ Չունենք այդ բանը։ Մեր մոտ պաշտոնը դա ապրելու միջոց է։ Պաշտոնը փող աշխատելու միջոց է։ Թող իրանց ընդ սրբիկների տեղ չդնեն։ Հիմա կաշառքը չեն տալիս, սենց գիտեք դիպլոմատով բերում դնում։ Կաշառք հիմա գրանտերի ձևով է տալի աշխարհը։ Գնաց Արցախը հանձնեց, գնաց $1 միլիոն փող ստացավ։ Հասկանում եք, հիմա ես իմ այդ մենակ էլ այդ մարսն եմ ասում։ Բայց ինչի վրա են նստած։ Մոնոպոլիա ունեն Ադրբեջանից այդ բենզին նավթ ցենց գովազդում են բան։ Ո՞վ է դե փող աշխատում։ Եկեք մի հատ հասկանանք։ Եթե Ադրբեջանը մեզ այդ նավթը նվեր է տալի, գրեք նվեր է տալի, ձերի բաժանեք ժողովրդին։ Հասկանամ, որ լավ բան անում, սաղորը շնորհակալություն են ասում։ Բայց ինքը վաճառում է, չէ՞ մեզ։ Վաճառողն էլ ուրեմն նշանակում է կա ինչ-որ մի բիզնեսմեն, ով որ պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, բայց չեն ասում ով է կնքել այդ պայմանագիրը։ Ես պահանջում եմ այդ պայմանագիրը հրապարակել։ Հասկանանք ով է կնքել այդ պայմանագիրը։ Ես չգիտեմ, որ մեջպետական պայմանագիր կա։ Չկա այդպիսի բան, չեմ լսել, որ մեր կառավարությունը ստորագրել է պայմանագիր Ադրբեջանի կառավարության հետ բան։ Եթե Ադրբեջանը բարեգործություն անում, ապա այդ պետք է գար պետական պահեստները բաժանվեր ժողովրդի։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ կա մի բիզնեսմեն, որը պայմանագիր է կնքել Բաքվի հետ։ Մեր այսօրվա իշխանության հովանավորությամբ հարց եմ տալի։ Իսկ ինչի դա տենդերով ասենք չի արվել։ Օրինակ։ Սա կոռուպցիա չի։ Այդ փողերը ուր են եթում։ Կարամ ասեմ, Նիկոլի ընտրությանը։ Այսօր երեք գիտեք այդ ցուցակներ ենք, չէ՞ սարքում այդ ընտրական, որ պետք է ներկայացնենք։ Ամեն օր խորհրդակցություն ենք անցկացնում, ճշտում ենք ով է ասենք ստացել պասպորտ սեղանից տեղեկանք, գիտեք, դիգնա տեղեկանք վերցնի, որ ինքը 4 տարի ապրել է Հայաստանի Հանրապետությունում։ Մարդկանց տանում բերում։ Մեր խորհրդի անդամը նստած է եղել պասպորտ սեղանում։ Մտել է ՔՊ-ականը 10 րոպեից տեղեկանքը տվել են, ասել է ՔՊ-ից եմ տեղեկանքը տվել է։ Մերոնց ասում են գնացեք 3 օրից կգաք։ Խոչընդոտներ բոլոր դե ինչ դեմոկրատիայի մասին է խոսում այդ մարդը։ Գնա շլապա թանի քո դեմոկրատիայի բան մի հատ կզի։ Ոնց որ եկե Մոսկվայից կզե կամ Վաշինգտոնից գնացեք կզե։ Կզած ման ես գալի, արդեն կուզիկ ես դարել։ Կների, ես անձնական չեմ ասում, քաղաքական եմ ասում, քաղաքականորեն եմ ասում։ Այնքանակ կզե։ Հասկանում եք, խոչընդոտները ամեն տեղ։ Ուրեմն ՔՊ-ի ներկայացուցիչը մտնում է պասպորտ սեղանի ինչ-որ կուսակցությանը բան են տալի, տեղեկանք պետք է տան։ Ֆրմա պասպորտ սեղանի ղեկավարին ասում է ինչի՞ չես հարցնում, որ կուսակցությունից է նոր 10։ Ոնց է ձեր համար։ Պասպորտ սեղանի պետին հանել են պաշտոնից։ Գիտեք ինչի համար։ Ըստ իմ տեղեկությունների։
Ցուցում է ստացել, որ պետք է տների վրա մարդկանց գրանցի, դե օրենք են, չէ՞, հանե, որ տիրոջը կարան չհարցնեն, մարդուն բերեն իր տան վրա գրանցեն։ Հրաժարվել է կատարի։ Բեկալը պաշտոնից անել են։ Նիկոլի մորակրոշ տղուն են դրել պաշտոնի։ Իրա մորակրոշ տղուն բերե դրելա պաշտոնի, պասպորտ սեղանի։ Իմ կարծիքով, որ կեղծի ընտրությունները։ Առաջարկում եմ քրեական գործարություն, կոռուպցիոն երևույթ է։ Եկեք ուսումնասիրենք, Նիկոլի մորակրոշ տղեն ինչ կապ ունի պասպորտ սեղանի հետ, երբևիցե ունեցել է։ Երբևիցե ինքը աշխատել է պասպորտ սեղանում։ Իրան դրել է բանի տեղ, գիտեք ինչ են, դեմոկրատիա է իր մոտ։ Ու կարող է, չգիտեմ, երևի միակ դեմոկրատիան իր բանի մեջ է, մյուս կերպանի մեջ է։ Պարոն գեներալ, ես պիտի ասեմ, որ իշխանությունները այսօր շարունակում են վարկաբեկել իրենց մրցակիցներին, անհիմն վիրավորել, ահաբեկել, լավ, որքան կարելի է այս ամենը հանդուրժել։ Եվ հետո պատկերացնում եք, երկրի առաջին դեմքը կարող է եթերից մտնել եթեր եւ ասել այսպեսի մի արտահայտություն Կալուգայ Սամո շուտով բոմժ ես դառնալու։ Դե լավ է, որ այնտեղից էլ հակադարձել են, դա սարսափելին չէ, սարսափելին այն է, որ բոմժը կարող է դառնալ վարչապետ։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Հասկանում եք, ոչ պահվածք ունի, ոչ բանավիճելու կուլտուրա ունի, ոչ դիվանագիտական ոլորտում ունակություններ ունի, որ կարողանա կոշտ բանակցություններ վարի։ Ես ասում եմ, պետքա տանել ստուգել։ Ու պահանջում եմ տենց օրենք լինի, ու պետքա ոչ թե ստուգի Հայաստանի բժիշկը, որտեվ մենք գիտենք ճնշումների իր մեթոդները, բան, այն պետք է անկախ հետազոտություն լինի։ Հրավիրենք միջազգային բժշկական կոմիսիա, էքսպերտնի։ Թող դնի մի հատ բան անի։ Հետազոտի եւ այսօրվա ղեկավարին եւ ով որ ապագայում կընտրվի, ասենք այս մոտակա ընտրությունում։ Թող ինքն էլ մի հատ հետազոտություն անցնի, նոր գնա նստի տաթորին։ Դրանով սա բացատրված է։ Ինքն է ասում, չէ, ուսապարկեր։ Ես չեմ ասել, ինքն է ասել։ Որը հետը մանա տալի, բայց շպրտելու է։ Այդ քննիչներին էլ, այդ դատախազներին էլ, այդ դատավորներին էլ շպրտելու է։ Քաղաքական գործիչի դեմ միտումնավոր նկարչությունով գործ հարուցելը, հավատացեք, ապագա չունի։ Ապագա չունի, որտեվ մանավանդ մեր նման երկրում իրավիճակը այնքան արագ կարա փոխվի, որ այն չագուչը, որ ինքս այս ֆարֆռում է, ջարդվի գլխներին։ Բա դու դատավոր ես, դու քննիչ ես, դու դատախազ ես, դու որ երեկոյան գնում ես տուն։ Քո երեխան քեզ կարող է, չէ, հարց տա։ Պապա մի քիչ քո աշխատանքի մասին խնդրում եմ պատմես։ Ինչ ես պատմելու, որ գնացի Կարապետյան Սամվելի կամ Կարապետյան Արշակի վրա գործ նկարեցի։ Ինչ ես պատմելու։ Հանցագործությունը սաղոր ասում եմ, բացում ենք սպանություն, բռնաբարություն, նարկոտիկ, սաղորը է դա, բայց դատում են քաղաքական գործիչներին։ Եկել էր Մոսկվա, ասում է, քաղ բանտարկյալներ չունենք։ Իսկ դու ո՞նց ես այդ քաղ բանտարկյալը, ո՞նց ես, մի հատ նկարագրի, քաղ բանտարկյալը ինչ է։ Բայց Սամվել Կարապետյանին ինչի՞ չձերբակալեցիր, ասենք մի տարի առաջ, գամիսը մի անգամ գալիս էր Երևան։
Ինչի Արշակ Կարապետյանի վրա գործը չհարուցեցիր, ասենք 22 թվին, այդքի 23 թվից հետո 2 ամիս հետո Արշակ Կարապետյանը դառավ անօրինական ձեռնարկատիրությամբ էր զբաղված, դառավ որ անզգուշությամբ դիրք է հանձնել, պատկերացրեք անզգուշությամբ դիրք եմ հանձնել։ Գուցե ես անզգուշությամբ քենեց վրա եմ կրակե, խաբար չեմ։ Կամ կարող է, չգիտեմ, Տրամպի կողքը ամբողջը մեկը զենքով ֆրֆռում է, մի հատ ուշադրի նայեք, կարող է էլ հայ լինի։ Вообще խելքները ձեր հետ է։ Հոտես նկարելով չի։ Դե եւ վերջում իհարկե խոսենք մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, հասկանում եք, որ Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան այս հակամարտությունը ճիշտ է, դադար է, հրադադար է հայտարարված, բայց այն դեռ կարծում եմ շարունակվելու միտում է ունենալու։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Դե ոնց որ թե իմ նախկինում ասած այսպես կարծիքները Իրանի շուրջ ոնց որ թե իրողություն է դառնում, հիշում եք, ես ասացի, որ հավանականությունը, որ Իրանը այս իրավիճակից կդուրս գա ավելի ուժեղ, ոնց որ թե դա իրագործվում է։ Կարծում եմ, որ պետք է համաձայնվեմ, որ ամերիկացիների մոտ չստացվեց։ Այդպես եմ կարծում։ Ամերիկացիները իհարկե կարող է փորձեն Իրանի շուրջը դիրքավորվել, նորից ապագայում նման բաներ կանեն, բայց այս անգամ ինձ թվում է Իրանը չի սահմանափակվելու միայն հայտարարությամբ։ Եթե հարևան երկրներում այսպես ամերիկամետ ուժեր առաջանան, ինձ թվում է ինքը պայքար է սկսելու է մաքրել իր ամենամոտիկ հարևանների մոտ։ Հետո մի բան էլ ասեմ, տեսեք Իրաքի ժողովուրդը ակնհայտորեն ամերիկացիների դեմ է։ Աֆղանիստանի ժողովուրդը հիշում եք, սկզբից օգնում էին, քանի սովետները դե կռի բան, դե թալիբները երդվում էին ամերիկացիների արևով, բայց հետո հասկացան, որ իրանք ավելի վնասակար են։ Մենք չենք գնում այդ ճանապարհով, մենք չենք մտածում, որ մենք կարանք ուրիշ դիրք ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եթե լինենք։ Մենք լիովին կորցնենք մեր ինքնորոշությունը։ Ես որ հետախուզության պետ էի, գնացի Վրաստան։ Հանդիպելու վրացական հետախուզության պետի հետ։ Ուրեմն այն հարգում, որ ես նստած էի, ինձ սաղ տենց ծանոթության բանով ցույց տվին ինչ կա, վերջի հարգում, ասին մենք այդտե դոստուպ չունենք։ Պաշտպանության նախարարի մոտ նստած էր ամերիկյան խորհրդական, Պաշտպանության նախարարը իրավունք չուներ ոչ մի փաստաթուղթ ստորագրել, միջև այդ փաստաթուղթը չնայեր այդ ամերիկացին։ Այդպես եւ հարկային, այդպես եւ բան։ Ինչի հիմա վրացական իշխանությունը տեսնում եք, ինչ որ հակասություններ սկսվեց։ Հասկացան, որ իրանք չեն ղեկավարում իրանց երկիրը։ Եվ այսօրվա Վրաստանի իշխանությունը փաստացի քայլեր է անում, որ վերականգնի Վրաստանի ժողովրդի սուվերենիտետը։ Ես այդպես եմ տեսնում։ Դա երևում է, հասկանում եք։ Ոնց որ թե սկսին կռվել Ռուսաստանից ազատվելու համար, ռուսները մեզ իշխում են եւ այլ։ Եկան ընկան ամերիկացիների թալաքը, որը շատ ավելի կոշտ էր։ Հիմա նրանց են ընդդեմ քիչ-քիչ ուզում հանեն։ Հասկանում եք։ Բայց ամերիկացիք ավելի կոշտ են նստել, ես նորից եմ ասում։ Պաշտպանության նախարարը իրավունք չուներ ստորագրել փաստաթուղթ,
եթե իր խորհրդականը, որը նստած էր դիմացը, այդ փաստաթղթի վրա չուսումնասիրեր եւ ուղումներ չաներ եւ չստորագրեր հետեւը։ Նոր դրանից հետո ինքը հրամաններ ստորագրում ու վերաբերում էր բոլոր հրամաններին, եւ կադրային, եւ մյուս բոլոր հրամաններին։ Չեն գնում այդ ճանապարհով։ Դուրները գա, դուրները չգա։ Մենք 300 տարի ապրել ենք ռուսների հետ։ Մեր անվտանգությունը կախված է եղել ռուսների անվտանգությունից։ Մենք կարանք ռուսներին չսիրենք, ոչ մեկ չի ասում, եկեք սիրենք։ Բայց մենք պետք է հասկանանք, որտեղ է մեր անվտանգությունը, կներեք կոպիտ եմ ասում, որտեղ է մեր փողը, որի միջոցով մենք ապրում ենք։ Հետո բան չի, կապրիզն երեխա մանգապարտեզի բան չի, որ գնաս խռովես, գնաս մի անգամ ասես քո հետ չեմ խոսում։ Հասկանում եք։ Ազգ ենք, երկիր է։ Ասում կարանք չսիրենք ռուսներին։ Բայց պետք է հասկանանք։ Ինչա մեզ պետք է, իմ ասածը դա է։ Մենք պետք է լինենք ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ, մենք պետք է լինենք հայամետ։ Մենք չպետք է կատարենք եվրոպացիներին ինչ որ բաներ, որ դուր գանք եվրոպացիներին։ Ասենք այսինքն եկեք մի հատ sense օրենք ընդունենք, որ եվրոպացիներին դուր գանք։ Մեր մի անգամ գիտեք ազգային փոքրամասնությունների մասին օրենք էին սկսել քննարկել, ես խորհրդական էի։ Բերեցին ի մոտ ասում են պարոն Կարապետյան, այս օրենքը պետք է ընդունենք։ Ասում եմ ես չեմ հասկանում, մեզ ինչի պետք է այդ օրենքը։ Կարաք ինձ բացատրեք։ Մենք փոքր պետություն ենք։ Մի 3 միլիոն ժողովուրդ ունենք։ Մեջը ունենք մեր եզդի եղբայրները հիմնական ամենամեծ քանակը, մոտավորապես ասենք, մի չեմ հիշում հիմա, այնտեղ գրած էր 70,000 հոգի մարդ։ Գրածա, ով է այլ ազգեր, հա։ Ու գրածա, ասենք ընդ եվրեյներ, չեմ հիշում, 300 հոգի, ռուսներ 800 հոգի, փորձեմ հիշեմ, էլի։ Հա։ Մեկ էլ նեմեցներ։ Դու գիտեք, որ Հայաստանում կա փոքրամասնություն բան, նեմեցներ։ Այս բան գիտեք, պարոն Ղուշյան։ Չգիտեմ, չեմ հիշում, 10 հոգի թե 12 հոգի։ Ասում եմ ժողովուրդ, մենք նորմալ ապրում ենք։ Ես չգիտեի, որ այստեղ նեմեց կա, բայց օրենք չեն ընդունում 12 հոգու համար։ Բացի դրանից, այդ օրենքը հայ ժողովրդին պետք չի, ոչ էլ եզդի ժողովրդին է պետք։ Բացատրեմ խի։ Ում է պետք այդ օրենքը։ Այդ օրենքը պետք է ոչ այնքան ազգային փոքրամասնություններին, ոնց որ թե դե իրավունքներ են, չէ՞ տալի այդ փոքրամասնություններին։ Պարոն Ղուշյան, ինչքան պետք է ազգային մեծամասնությանը, որտեվ եթե դու մեկին ասում ես դու փոքրիկ ես, ավտոմատ ասում ես որ մեծը դու ես։ Դա կարող է պետք լինի, ասենք բազմազգ ինչ որ պետության, որտեղ կան, ասենք մի ազգ, որը որ, ասենց ասեմ, իշխում է իրականում իշխանությունը իր ձեռքն է։ Դու չես կարող ասես, որ ես եմ ստեղ մեծամասնություն, ամենակարևոր ազգը ես եմ, բայց ֆռում ասում ես, ախպեր ջան, դու փոքր ազգ ես, ես տես քեզ պաշտպանում եմ, քեզ տեղ եմ տալի, դեպուտատ եմ սարքում, ես եմ սարքում, ավտոմատ դու քեզ սարքում ես մեծամասնություն։ Այ չի կարելի ընդունել, նորից եմ ասում, օրենքներ, մենակ նրա համար, որ դուր գաս եվրոպացիներին։ Օրենք ենք գնում, մենք գնում ենք Եվրոպա, Եվրոպան ասում է, ախպեր խեք գալի, մենք ձեզ չենք ուզում,
Ասում է, չէ, գալիս ենք նստենք ձեր հացին, ձեր ջրին, ձեր անվտանգության հաշվին ապրենք։ Արա ասում է, չեմ ուզում։ Ասում ենք փող տանք, գնացեք արցախցիներին, որ վերադարձնեք հետ, ասում է, չէ, ասում է, փողը տվեք, ես տուն սարքեմ։ Իսկ պատկերացրեք ինչքան ահավոր բանա, խոսում է սուվերենիտետից։ Արտաքին պարտքը հել է թռելա պատալոկ։ Իսկ թվում է մեր արտաքին պարտքը նմանվում է իր շլյապային։ Քանի գնում, սենց իմ մոտ տպավորությունն է, որ այդ շլյապան քանի գնում, սենց բարձանում է, գիտեք, պան Ղուշյան։ Որ սենց ուշադիր նայեք, հա, արդեն ահավոր է։ Ես ձեզ կարամ ասեմ հետևյալը։ Եթե ժողովուրդը վստահի մեզ, մենք գանք իշխանության, ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի անվտանգության հարցը անմիջապես լուծվելու է։ Շեշտում եմ առանց ի վնաս մեր սուվերենիտետի։ Հայաստանի արտաքին պարտքի հարցերը սկսվելու է լուծվել։ Հայ ժողովուրդը դառնալու է իր ընդերքի սեփականատերը։ Մենք օրենք ենք ընդունելու, որ Հայաստանի Հանրապետությունից չի կարելի հանել հումք։ Պետք է անպայման վերամշակվի, օրինակ մոլիբդենը կարա հանվի միայն բրիկետների միջոցով։ Ոսկին համապատասխան, վերամշակման գործարաններ պետք է կառուցվեն։ Հայաստանի Հանրապետությունում եթե ինչ-որ մեկը ուզենա ինվեստիցիա անի ու կապ չունի, որ աշխարհի, որ երկիրը, խոսքը գնում է ընդերքի մեջ, 51%-ը պետք է լինի հայ ժողովրդի սեփականությունը։ Սկսած էներգետիկայից վերականգնելու ենք մեր սեփականությունը գազամուղի վրա, որը անցնում է Հայաստանում, վերականգնելու ենք մեր սեփականությունը բոլոր կապուղիների վրա, խոսքը գնում է կաբել, բան, բոլորը պետք է լինի պետական սեփականություն։ Վերականգնելու ենք 51%-ը ատոմային էներգետիկայում եւ նմանատիպ մեծ ծրագրեր, որը բերելու է նրան, որ հայ ժողովուրդը հարկերից ազատվելու է, հայ ֆիզիկական անձը հարկ չպետք մուծի։ Մենք այդքան շատ չենք։ Չեմ կարծում, որ 700,000 մարդ որ աշխատում է Հայաստանի Հանրապետություն, դրա որ իրանք հարկ չմուծեն, մեր պետությունը էսի միշտ կլինի։ Ու մենք գնալու ենք այդ ճանապարհով եւ այդ դեկլարացիա հասկացողություն, հարկ հասկացողություն բոլոր ֆիզիկական անձերի վրից մենք պարտադիր հանելու ենք։ Ու նորից եմ ասում, օրենք ենք ընդունելու Հայաստանի Հանրապետությունում ուզում ես բանկ բացես, 51%-ը պետք է լինի կամ հայ քաղաքացու, կամ Հայաստանի Հանրապետության։ Ոչ մի բանկ Հայաստանի Հանրապետությունում չի պատկանում հայ ժողովրդին։ Եվ քանի որ մենք մեծ պարտքեր ունենք, այդվում մեր կենտրոնական բանկը պետական։ Ոչ մի բանկ չկա պետական, որը որ ժողովրդին վարկեր կտա։ Ինչ է անում պետությունը, վերակալում բյուջեից փողը տալիս է բանկին, ասում է վարկ տուր իմ ժողովրդին։ Բանկին տալիս է 2%-ով, բանկը մեզ տալիս է 20%-ով վարկ։ Հարց եմ տալի, ում է լավություն անում։ Ում Եվրոպայից գնում պարտքը վերցնում, հա։ Դրամ դուք չեք մտածել Հայաստանում այդ փոքր քաղաքում այդքան բանկը ոնց են փող աշխատում։ Մեր ժողովրդի հաշվին։
Տեսեք, քանի բան կա 2 միլիոնի վրա։ Մոսկվա ստեղ 2 միլիոնի վրա մի հատ բանկվի ադզիլենի է։ Ու դրել է իրան սրբի տեղ, ասում է մեր մոտ կոռուպցիա չկա։ Կոռուպցիան հիմա ուրիշ ձև է, այա եղբայր։ 90-ականների կոռուպցիայի կրիտերիաներով մի ման արի մեզ խափի։ Կոռուպցիան այդտեղ է, դու գնում ես եվրոպացուց փող ես վերցնում 4%-ի տակ, 3%-ի տակ։ Բերում ես տալիս ես մասնավոր բանկին, ասում ես ժողովրդին վարկ տուրը տեից։ Նա էլ տալիս է 20-25%-ով։ Ապահովագրումով բանով գալ նստում մի 25%։ Խեղ ժողովրդին կզսնում է։ Սա ժողովուրդը պարտք է բանկերին։ Չի ասել գնամ, ախպեր ջան, գնամ ես եվրոպացիներից փող վերցնեմ, բերեմ մի հատ զավոդ սարքեմ։ Ինչ անում, ասում բերում է ժողովրդի վրա փող է աշխատում։ Խեղ ժողովուրդը մտնում է տոկոսի տակ, փողը տալիս է բանկին 20%, այս բանկը տալիս է իր 4%-ը պետությանը, մեր պետությունն էլ ճգռելով մուծում է գնում թազա կրեդիտ ավերցնում, նորից բերում տալիս է բանկին։ Ասեմ ինչ է կատարվում։ Այ դրանից մենք պետք է պրծնենք։ Ես նորից եմ կրկնում, պարոն գեներալ, սարսափելի բաներ եք ասում, բայց դա ռեալ կյանքն է, ռեալ իրողությունը։ Դե հուսանք, որ ընտրություններից հետո այնուամենայնիվ ինչ որ բան կփոխվի։ Բանկերի մասին խոսալուց ես ուզեցի ասեմ, մենք բացելու ենք պետական բանկ։ Եթե մենք մեկից պետք է գնանք 4%-ով պարտք վերցնենք, ուրեմն մեր ժողովրդին կարող է տանք 5%-ով ելնելով այդ ծախսերը կամ 6%-ով, չգիտեմ։ Հասկանում եք։ Տեսեք Ռուսաստանում կա Ցենտրաբանկ Ռոսիի։ Մեկ էլ կա Սբերբանկ Ռոսիի, որը պետական բանկ է։ Կա ՎՏԲ բանկ, որը պետական բանկ է։ Ինչա պետությունը իր բանկերը պահում։ Պահում է նրա համար, որ չթողեն մասնավորները խժռեն ժողովրդին։ Իսկ մեր մոտ տեսեք ինչ ասես կա։ Ինչ բանկի անուն ասես կա, այն օրը կարդում եմ։ Ինչ ասես կա։ Մեր երկիրը ստեղծված է նրա համար, որ բանկիրները ապրեն։ Ցավոք սրտի այդ բանկիրներն էլ հայ չեն։ Այդ բանկի տերերը ոչ մի բանկի տեր Հայաստանի քաղաքացի չկա։ Ինչ որ ասում են, էս մի բանկը սրանն է, էս մի բանկը սրանն է, իրականությանը չի համապատասխանում։ Պարոն Ղուշյան։ Կարող է մատների վրա մի բանկ կամ երկու բանկ գտնեն, որ հայի բանկ է։ 90%-ը մեր բանկերը չի։ Դες ինչ անում արտասահմանցին։ Փողը պարտքով տալիս է մեզ, մեր պետությունը պարտքը ֆիքսում է 4%-ով, 5%-ով տալիս է բանկին։ Բանկը տալիս է մեր հասարակ քաղաքացուն այդ վարկը, մեր խեղճ քաղաքացին փողը ճգռելով մուծում է։ Բանկը եկամուտ է ստանում, այդ եկամուտը տանում տալիս են նույն գերմանացուն, որ մեզ վարկա տվե։ Ահա որ է, ինձ այն օրը ես ֆինանսիստ չեմ։ Մատերի վրա ինձ բացատրեցին, ճիշտն ասած, ջղայնությունից ինձ ուտում էի։ Ու սաղ ժողովուրդը, մի հատ եկեք հարցում անենք։ Սաղ ժողովուրդը պարտք ունի բանկերին։ Վարկեր են վերցնում, չգիտեմ, մարդիկ ճգռած, քշերցերեք աշխատում, որ գնան բանկը պարտքերը փակեն։ Թող մեզ ընտրեն։ Ու ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ կբերենք կանգնացնենք, այնց ոնց որ պետք է լինի հայ ժողովրդի համար, որ ժողովուրդը ապրի։ Ոչ թե մարդը թքի իր ժողովրդի վրա մեկն էլ չագուչով մանգա, հəմել հելնումա դեմոկրատիայից է խոսում։ Բա դեմոկրատիան չագուչի հետ ինչ գործ ունի։ Եղավ, պարոն գեներալ, շատ տխուր բաների մասին խոսեցիք, բայց դա է ռեալ կյանքը, նորից եմ կրկնում, եւ մենք պիտի այս վիճակից դուրս գանք։ Պատահական չէ, որ մարդկանց մեզ մոտ այն կարծիքը կա, որ միայն զինվորականները կարող են երկիրը այս ծանր վիճակից հանել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա ուղիղ կապի համար, լավ եղեք, մինչ հաջորդ շաբաթ։ Շերի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապով զրուցում էինք համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։